Մարգարեն ժամանեց, ակնկալելով գտնել հզոր թագավոր, բայց Աստված մեկ առ մեկ մերժեց բոլորին նրանց ներկայությամբ։ Ամենաբարձրահասակ, ամենափորձառու, ամենատպավորիչ եղբայրներն անտեսվեցին։ Մինչդեռ իրական ընտրյալը նույնիսկ ներկա չէր, նա ընդամենը դաշտում մոռացված մի հովիվ էր։ Ինչու Աստված մերժեց նրանց, ովքեր կատարյալ էին թվում, ընտրեց մեկին, ով անհավանական էր։ Դիտեք մինչ վերջ, որովհետև իրական պատճառը բացահայտում է մի հզոր հոգոր ճշմարտություն, որը գրեթե ոչ ոք չի նկատում, բաժանորդագրվեք, որպեսզի բաց չթողնեք հաջորդ աստվածաշնչյան պատմությունները, որոնք փոխում են Սուրբ գրքին նայելու ձ. Դավթի ընտրությունը։ Բեթղեհեմ, Քրիստոսից մոտ 1030 տարի առաջ։ 8 որդի ունեցող մի ընտանիք հյուրընկալում է մի մարգարեի։ 7-ը կանչվում են հանդիպման։ 1-ը դուրս է մնում։ Ոչ ոք անհրաժեշտ չի համարում նրան կանչել։ Նա դաշտում է մենակ ոչխարներին արածեցնելիս մի գործ, որը վերապահված էր տան ամենանվաստ անդամին։ Այդ մոռացված որդու անունը Դավիթ էր։ Եվ Աստված որոշել էր, որ նա պետք է լինի Իսրայելի հաջորդ թագավորը։ Բայց նախքան հասկանալը, թե ինչու Աստված ընտրեց հենց այն որդուն, որին սեփական ընտանիքն անտեսում էր, դուք պետք է ճանաչեք այն մարդուն, ով այդ պահին զբաղեցնում էր գահը։ Որովհետև Դավթի պատմությունը չի սկսվում Դավթով։ Այն սկսվում է ձախողմամբ։ Իսրայելը դարեր շարունակ թագավոր չէր ունեցել։ Ժողովուրդը կառավարվում էր դատավորների կողմից, առաջնորդներ, որոնց Աստված բարձրացնում էր ճգնաժամային պահերին։ Բայց իսրայելացիները նայում էին հարան ազգերին, ինչ-որ բանի պակաս էին զգում։ Նրանք միապետ էին ուզում։ Նրանք ուզում էին մի մարդ գահի վրա, մշտական բանակ ուժի տեսանելի կերպար։ Սամուել մարգարեն դիմադրեց այդ խնդրանքին, բայց Աստված հրահանգեց նրան տեղի տալ ժողովրդի աղաղակին։ Ընտրությունը կանգ առավ Բենյամինի ցեղից Սավուղի վրա։ Եվ ահա այն մանրամասնը, որը փոխում է ամեն ինչ։ Սավուղն ուներ հենց այն, ինչ մի ազգ կակնկալեր թագավորից։ Առաջին թագավորած 9-րդ գլուխը նկարագրում է, որ նա ավելի բարձրահասակ էր, քան ցանկացած այլ իսրայելացի։ Ուսերից վեր նա առանձնանում էր ցանկացած ամբոխի մեջ։ Պատկերացրեք տեսարանը։ Մի մարդ, որը հավանաբար անցնում էր 1 մետր 90-ից այն ժամանակաշրջանում, երբ տղամարդկանց միջին հասակը մոտ 1 մետր 60 էր։ Նրա արտաքինը ուժ էր հաղորդում։ Նրա ներկայությունը հարգանք էր պարտադրում։ Երբ նա ներկայացվեց ժողովրդին, արձագանքն անմիջական խանդավառություն էր։ Վերջապես Իսրայելն ուներ մի առաջնորդ, որը թագավորի տեսք ուներ։ Սավուղի թագավորության առաջին տարիները հաղթանակներ բերեցին։ Նա պարտության մատնեց ամոնացիներին, կազմակերպեց մոտ 3000 հոգանոց բանակ, սկսեց հաստատել այն ռազմական կառուցվածքը, որն անհրաժեշտ էր Իսրայելին թշնամիներով շրջապատված գոյատելու համար։ Ամեն ինչ թվում էր, թե գործում է։ Բայց ինչ-որ բան սկսեց փոխվել։ Եվ այդ փոփոխությունը նրան ամեն ինչ կարժենար։ Աստծո հանդեպ վստահությունը սկսեց փոխարինվել ինքնավստահությամբ։ Աստվածային հրահանգներին սկսեցին վերաբերվել որպես առաջարկների, այլ ոչ թե պատվիրանների։ Սավուղը սկսեց որոշումներ կայացնել ինքնուրույն։ Սկզբում փոքր շեղումներ, ողջամիտ արդարացումներ, մինչ որ եկավ բեկումնային պահը։ Արշավանքն ընդդեմ ամաղեկացիների։ Աստված Սամուելի միջոցով հրամայել էր Սավուղին ամբողջությամբ բնաջնջել այդ ժողովրդին, այն ամենը, ինչ նրանք ունեին, տղամարդկանց, կանանց, երեխաներին, կենդանիներին, գույքը։ Դա աստվածային դատաստան էր մի ազգի նկատմամբ, որը նենգաբար հարձակվել էր Իսրայելի վրա Եգիպտոսից դուրս գալու ժամանակ, մոտ 400 տարի առաջ։ Հրամանը հստակ էր։ Հնազանդությունը պետք է լիներ լիակատար։ Սավուղը հաղթեց ճակատամարտում։ Կոտորեց թշնամու բանակը։ Նվաճեց ռազմական հաղթանակը։ Բայց նա լիովին չհնազանդվեց։ Նա խնայեց Ագագին, ամաղեկացիների թագավորին, հավանաբար որպես պատերազմական ավար։ Եվ թույլ տվեց բանակին պահել լավագույն կենդանիներին, պարարտ եզները, առողջ ոչխարները, այն ամենը, ինչը չափազանց արժեքավոր էր թվում ոչնչացնելու համար։ Մարդկային տեսանկյունից դա իմաստ ուներ։ Ինչու վատնել ռեսուրսները։ Ինչու չօգտվել հաղթանակի ավարից։ Երբ Սամուելը ժամանեց ճամբար, Սավուղը նրան դիմավորեց խանդավառությամբ։ Ասաց, որ կատարել է Տիրոջ հրամանը։ Բայց մարգարեն լսեց մի բան, որը բացահայտեց սուտը։ Ոչխարների մայունը եզների բառաչը։ Այդ կենդանիները չպետք է գոյություն ունենային։
Հանդիմանվելով, Սավուղը փորձեց արդարանալ։ Ասաց, որ ժողովուրդը պահել է կենդանիներին Տիրոջը զոհաբերելու համար։ Ուշադրություն դարձրեք սրան։ Սավուղը կրոնական արդարացում օգտագործեց հստակ անհնազանդության համար։ Նա Աստծուն ներքաշեց սեփական մեղքի արդարացման մեջ։ Սամուելի պատասխանը դրոշմվեց Իսրայելի պատմության մեջ։ Նա հարցրեց, թե արդյոք Տերը նույնքան հաճույք է ստանում ողջակեզներից զոհերից, որքան իր ձայնին հնազանդվելուց։ Եվ հայտարարեց այն դատավճիռը, որը կփոխեր ամեն ինչ։ Հնազանդությունը լավ է զոհաբերությունից։ Քանի որ Սավուղը մերժել էր Տիրոջ խոսքը, Տերը մերժում էր նրան որպես թագավոր։ Այդ պահին Սավուղի թագավորությունը հոգորապես ավարտվեց։ Նա դեռ տարիներ շարունակ կզբաղեցներ գահը։ Դեռ կղեկավարեր բանակներ։ Դեռ կկոչվեր թագավոր։ Բայց Աստծո աչքում նա արդեն անցյալ էր։ Եվ հենց այստեղ է, որ Դավթի պատմությունն իրականում սկսվում է։ Սամուելը հեռացավ Սավուղից, այլս չտեսավ նրան մինչ իր մահվան օրը։ Մարգարեն զսկում էր ընկած թագավորի համար։ Նա ներդրում էր արել նրա մեջ, օծել էր իր սեփական ձեռքերով, հավատացել էր նրա ներուժին։ Սավուղի անկումը պարզապես քաղաքական փոփոխություն չէր։ Դա հոգոր ողբերգություն էր, որը Սամուելը խորապես զսկում էր։ Հենց սկի այս համատեքստում Աստված նորից խոսեց։ Եվ այն, ինչ նա ասաց, զարմացրեց Սամուելին, մինչ երբ ես զգալու Սավուղի համար, եթե ես արդեն մերժել եմ նրան։ Ժամանակն էր առաջ շարժվելու։ Հրամանը հստակ էր։ Եղջյուրը լցնել յուղով գնալ Բեթղեհեմ, Հեսե անունով մի մարդու տուն։ Նրա որդիների մեջ էր Իսրայելի հաջորդ թագավորը։ Բայց այստեղ առաջանում է մի խնդիր, որը դուք գուցե հաշվի չեք առել։ Մտածեք Սամուելի վիճակի մասին այդ պահին։ Նա ճանաչված մարգարե էր, հարգված ողջ ազգի կողմից։ Բայց առաքելությունը, որ նա ստանում էր, չափազանց վտանգավոր էր։ Սավուղը դեռ թագավորում էր։ Սավուղը դեռ բանակ ուներ։ Սավուղը դեռ լրտեսներ ուներ։ Սավուղը դեռ ուժ ուներ սպանելու յուրաքանչյուրին, ով կսպառնար իր գահին։ Եվ Սամուելն ուղարկվում էր գաղտնի օծելու մի փոխարինողի։ Եթե Սավուղը պարզեր, մեղադրանքը կլիներ դավաճանություն։ Պատիժը կլիներ մահ։ Սամուելը բացահայտ արտահայտեց իր վախը։ Հարցրեց, թե ինչպես կարող է գնալ, քանի որ Սավուղը կսպաներ իրեն, եթե իմանար։ Աստվածային պատասխանը եկավ մի ռազմավարությամբ։ Վերցնել մի երինջ ասել, որ գնում է Տիրոջը զոհ մատուցելու։ Դա սուտ չէր։ Սամուելն իրոք զոհ էր մատուցելու։ Բայց դա նա ամբողջ ճշմարտությունը չէր։ Հիմնական առաքելությունը պետք է գաղտնի մնար մինչ հարմար պահը։ Ռամայից Բեթղեհեմ ճանապարհը կազմում էր մոտավորապես 15 կիլոմետր։ Սամուելի տարիքի մարդու համար, հավանաբար 60-ից 70 տարեկան այդ ժամանակ, ճամփորդությունը կտեր մի քանի ժամ, անցնելով Իսրայելի կենտրոնական շրջանի լեռնային տեղանքով։ Սամուելը ճամփորդու։ Մեր հավանաբար մի քանի ծառաների ուղեկցությամբ, տանելով զոհաբերության կենդանուն իր իրերի մեջ թաքցրած յուղի եղջյուրը։ Յուրաքանչյուր քայլ նրան մոտեցնում էր մի հանդիպման, որը հավերժ կփոխեր Իսրայելի պատմությունը։ Բեթղեհեմը փոքր քաղաք էր, թերս մի քանի 100 բնակչով։ Այն գտնվում էր Երուսաղեմից մոտ 8 կիլոմետր դեպի հարավ, Բերի բլուրների մի տարածաշրջանում, որտեղ անասնապահությունն ու երկրագործությունը պահում էին տեղական տնտեսությունը։ Քաղաքն արդեն ուներ նշանակալի պատմություն։ Այնտեղ էր թաղվել Ռաքելը դարեր առաջ, այնտեղ էր Հռութը հանդիպել Բոոսին սկսել այն տոհմը, որն այժմ ներառում էր Հեսեին նրա որդիներին։ Բայց ոչ ոք չէր պատկերացնում, որ այդ համեստ գյուղը կդառնար մի ընտրության թատերաբեմ, որը կարձագանքեր հազարամյակներ շարունակ։ Երբ Սամուելը ժամանեց Բեթղեհեմ, քաղաքի ծերերը դողացին։ Այդպիսի կարողության մարգարեի ներկայությունը փոքր քաղաքում կարող էր շատ բան նշանակել, ոչ բոլորն էին լավը։ Նրանք հարցրին, թե արդյոք նրա գալուստը խաղաղությամբ է։ Սամուելը հանգստացրեց նրանց։ Ասաց, որ խաղաղությամբ է եկել Տիրոջը զոհ մատուցելու, հրավիրեց բոլորին սրբագործվել ու մասնակցել արարողությանը։ Բայց նա հատուկ ուշադրություն դարձրեց Հեսեին նրա որդիներին, անձամբ սրբագործելով նրանց, ապահովելով նրանց ներկայությունը միջոցառմանը։ Այժմ մենք հասնում ենք այս պատմության կենտրոնական պահին։ Եվ այն, ինչ տեղի ունեցավ հաջորդիվ, բացահայտում է ամենախորը ճշմարտություններից մեկն այն մասին, թե ինչպես է Աստված տեսնում մարդկանց։
Երբ Հեսսեի որդիները սկսեցին ներկայացվել, Սամուելը տեսավ Եղիաբին, Անդրանիկին։ Աստվածաշնչյան տեքստը չի մանրամասնում նրա արտաքինը, բայց Սամուելի արձագանքը հուշում է, որ նա տպավորիչ էր։ Մարգարեն նայեց Եղիաբին, անմիջապես մտածեց, որ նա պետք է լինի տիրոջ օծյալը։ Նա ավագ որդին էր։ Հավանաբար ամենաբարձրահասակը։ Անշուշտ ամենափորձառուն։ Մարդկային աչքերով ընտրությունն ակնհայտ էր թվում։ Բայց Աստված ընդհատեց Սամուելի միտքը մի ուղմամբ, որն արձագանքում է դարերի միջով։ Մի նայիր նրա արտաքինին կամ հասակին, որովհետև ես մերժել եմ նրան, Տերը չի տեսնում այնպես, ինչպես մարդն է տեսնում, մարդը նայում է արտաքին տեսքին, բայց Տերը նայում է սրտին։ Պատկերացրեք այս հայտարարության ազդեցությունը։ Սամուելը տասնամյակներ շարունակ մարգարե էր եղել։ Օծել էր Սավուղին։ Դատել էր Իսրայելը։ Ճանաչում էր Աստծո ձայնը մանկուց։ Եվ այնուամենայնիվ, նրա առաջին արձագանքը Հեսսեի որդիների առջ արտաքինով դատելն էր։ Եթե նույնիսկ փորձառու մարգարեն էր ընկնում այդ թակարդը, ինչ ասել մնացած մարդկանց մասին։ Դասը հստակ էր։ Աստվածային չափանիշները գործում են մարդկային չափանիշներից լիովին տարբեր հարթության մեջ։ Եղիաբը մերժվեց։ Այնուհետ Հեսսե կանչեց Աբինադաբին, իր երկրորդ որդուն։ Նա անցավ Սամուելի առջով։ Պատասխանը նույնն էր։ Ոչ էլ սրան է Տերն ընտրել։ Հետո եկավ Սաման, երրորդ որդին։ Դարձյալ մերժում։ Մեկ առ մեկ Հեսսեի 7 որդիները ներկայացվեցին մարգարեին։ 7 տղամարդիկ, հավանաբար ուժեղ, կարող, հարգված համայնքում։ 7 թեկնածուներ, որոնց ցանկացած արտաքին դիտորդ արժանի կհամարեր առաջնորդության։ Ոչ մեկը չընտրվեց։ Սամուելը շփոթված էր։ Աստվածային հրամանը եղել էր հստակ։ Հեսսեի որդիների մեջ էր հաջորդ թագավորը։ Բայց ներկա բոլոր որդիները մերժվել էին։ Արդյոք սխալ կար։ Արդյոք պատգամը սխալ էր մեկնաբանվել։ Մարգարեն ուղղակիորեն հարցրեց Հեսսեին, թե արդյոք դրանք են նրա բոլոր որդիները։ Եվ ահա գալիս է ողջ պատմության ամենաբացահայտիչ մասը։ Հեսսեի պատասխանը բացահայտում է մի ցավալի բան Դավթի դիրքի մասին սեփական ընտանիքում։ Դեռ կար ամենակրտսերը, ասաց նա։ Բայց նույնիսկ չհիշատակեց որդու անունը։ Պարզապես տեղեկացրեց, որ նա արածեցնում է ոչխարները։ Հոտին խնամելու գործը սովորաբար հանձնարարվում էր տան ամենանվաստ անդամին, մի ծառայի, մի կրտսեր որդու, առանց այլ պարտականությունների, մեկին, ով անհրաժեշտ չէր ավելի լուրջ գործերում։ Հասկանում եք, թե դա ինչ է նշանակում։ Դավիթը չէր կանչվել զոհաբերությանը։ Չէր ներկայացվել մարգարեին։ Չէր համարվել արժանի սեղանի շուրջ լինելու։ Երբ Աստծո մարդը այցելեց Հեսսեի տուն, ընտրելու Իսրայելի հաջորդ թագավորին, ոչ ոք չմտածեց Դավթին կանչելու մասին։ Ինչն է ստիպում մի ընտանիքի անտեսել իր սեփական անդամներից մեկին նման կարևոր պահին։ Տեքստը չի բացատրում պատճառները։ Թերս դա պարզապես ժամանակի բնական հիերարխիան էր, որտեղ կրտսերը նվազ նշանակություն ուներ։ Թերս կային ընտանեկան լարվածություններ, որոնք չեն արձանագրվել։ Այն, ինչ մենք գիտենք, այն է, որ Դավիթն անտեսանելի էր սեփական տան մեջ։ Բայց նա անտեսանելի չէր Աստծո համար։ Սամուելը բնդեց։ Ասաց, որ չեն նստի ուտելու, մինչ վերջին որդին չգա։ Պատգամավորներ ուղարկվեցին դաշտ։ Զոհաբերությունը սպասեց։ Մարգարեն սպասեց։ Ամբողջ ընտանիքը սպասեց, մինչ բերում էին նրան, ով դուրս էր մնացել։ Երբ Դավիթը վերջապես ժամանեց, աստվածաշնչյան տեքստը տալիս է կարճ, բայց նշանակալից նկարագրություն։ Նա շիկահեր էր, կամ շիկամորուս, գեղեցիկ աչքերով վայելչակազմ։ Որոշ ուսումնասիրողներ ենթադրում են, որ շիկահեր մազերի հիշատակումը մատնանշում էր մի անսովոր բան Իսրայելում, որտեղ բնակչության մեծ մասը մուգ մազեր ուներ։ Մյուսները կենտրոնանում են աչքերի վրա, մեկնաբանելով նկարագրությունը որպես կենսունակության, բանականության կամ հոգոր խորության նշան։ Հաստատն այն է, որ չնայած վայելչակազմ լինելուն, Դավիթը չէր համապատասխանում ֆիզիկական ազդեցիկության այն չափանիշին, որը բնորոշ էր Սավուղին կամ տպավորել էր Սամուելին Եղիաբի մեջ։ Աստվածային տատանում չեղավ։ Հենց Դավիթը ներս մտավ, Տերն ասաց Սամուելին, վեր կաց օծիր նրան, որովհետև սա է։ Չեղավ երկարատ գնահատում։ Չեղավ հմտությունների ստուգում։ Չեղավ հարցազրույց որակավորումների մասին։ Աստված արդեն ճանաչում էր Դավթի սիրտը։
Որոշումն արդեն կայացված էր դեռ նախքան տղայի սենյակ մտնելը։ Սամուելը վերցրեց յուղի եղջյուրը, օծեց Դավթին իր եղբայրների մեջ։ Մի պահ դիտեք տեսարանը։ 7 ավագ եղբայրները բոլորը մերժված դիտում են, թե ինչպես է կրտսերը, նա, ով նույնիսկ չէր կանչվել, ստանում թագավորական օծումը։ Դավթի գլխից հոսող յուղը նշանավորում էր մի ընտրություն, որը մարտահրավեր էր նետում մարդկային բոլոր ակնկալիքներին։ Մոռացված որդին առանձնացվում էր գահի համար։ Այդ պահից սկսած Տիրոջ հոգին իջավ Դավթի վրա։ Եբրայերեն տեքստն օգտագործում է մի արտահայտություն, որը մատնանշում է ուժ, գերբնական կարողություն, ակտիվ աստվածային ներկայություն։ Դավիթը չէր լինելու պարզապես քաղաքական թագավոր։ Նա լինելու էր հոգորապես զինված առաջնորդ, ավելի մեծ նպատակ իրագործելու համար։ Բայց ահա գալիս է մի տպավորիչ հակադրություն։ Մինչ հոգին գալիս էր Դավթի վրա, նույն տեքստն արձանագրում է, որ Տիրոջ հոգին հեռացավ Սավուղից, փոխարինվելով մի չար ոգով, որը տանջում էր նրան։ Երկու հետագծեր անտեսանելիորեն խաչվում էին։ Մի թագավոր գահի վրա, Աստծուց լքված, դեպի կործանում գնացող։ Մի հովիվ դաշտում, Աստծուց ընտրված, դեպի թագը գնացող։ Շրջապատում ոչ ոք չէր նկատում անցումը։ Ոչ մի բանակ կողմ չփոխեց։ Ոչ մի պալատ չնվաճվեց։ Բայց հոգոր աշխարհում փոխանցումն արդեն տեղի էր ունեցել։ Ինչու Աստված ընտրեց Դավթին։ Տեքստը չի առաջարկում որակավորումների ցուցակ։ Չի հիշատակում ռազմա։ Կան հմտություններ, քաղաքական գիտելիքներ կամ վարչական փորձ։ Այն, ինչ հիշատակում է, սիրտն է։ Ավելի ուշ, Գործք առաքելոց 13-րդ գլխում, Պողոս առաքյալը Դավթին կնկարագրեր որպես Աստծո սրտի համեմատ մի մարդու, մեկի, ով կկատարեր աստվածային ողջ կամքը։ Դա էր չափանիշը։ Ոչ թե կատարելություն։ Դավիթը սարսափելի սխալներ կգործեր իր կյանքի ընթացքում, այլ տրամադրվածություն, բացություն, մի սիրտ, որը նույնիսկ ընկնելիս միշտ կձգտեր վերադառնալ։ Եվ սա է հիմնարար տարբերությունը Սավուղի Դավթի մեջ։ Ուշադրություն դարձրեք։ Երբ Սավուղը հանդիմանվեց իր մեղքի համար, նա արդարացումներ բերեց, մեղքը բարդեց ժողովրդի վրա, փորձեց նվազեցնել անհնազանդությունը։ Երբ Դավիթը հանդիմանվեց իր սեփական մեղքերի համար տարիներ անց, դրանցից մի քանիսը ծանր էին, ներառյալ շնությունը, սպանությունը, նրա պատասխանն այլ էր։ Նա խոստովանեց, կոտրվեց, գրեց ապաշխարության սաղմոսներ, որոնք դեռ ընթերցվում են հազարավոր տարիներ անց։ 50-րդ սաղմոսը, ըստ եբրայականի 51-րդ, որը գրվել է Բերսաբեի հետ նրա մեղքից հետո, համարվում է ողջ կրոնական գրականության մեջ ապաշխարության ամենախորը արտահայտություններից մեկը։ Աստված չընտրեց Դավթին, որովհետև նա կատարյալ էր։ Ընտրեց, որովհետև գիտեր նրա սրտի ուղղությունը։ Բայց կաս մեկ տար, որն արժանի է ուշադրության։ Եվ այն շատ բան է բացատրում այն մասին, թե ով էր դառնալու Դավիթը։ Հովվի փորձառությունը։ Մինչ նրա եղբայրները հավանաբար զբաղված էին ավելի կարևոր համարվող գործերով, Դավիթն իր օրերն անցկացնում էր դաշտում, մենակ ոչխարների հետ։ Այս թվացյալ աննշան գործը նրա մեջ կերտում էր ապագա առաջնորդության համար անհրաժեշտ հատկանիշներ։ Իսրայելում Հովվի գործը հեշտ չէր։ Տեղանքը խորթուբորդ էր, քարքարոտ բլուրներով, խորը ձորերով, դժվարանցանելի տարածքներով։ Բեթխեհեմի շրջակայքը տատանվում էր 800-ից 1000 մետր բարձրության վրա, ջերմաստիճանով, որը ամռանը կարող էր անցնել 35 աստիճանից, իսկ ձմեռային գիշերներին իջնել 0-ին մոտ։ Գիշատիչները մշտական սպառնալիք էին։ Առյուծներն ու արջերը բնակվում էին այդ տարածաշրջանում, կանոնավոր կերպով հարձակվում էին հոտերի վրա։ Գայլերը որսում էին խմբերով, սպասելով այն պահին, երբ հովիվը կշեղվեր։ Հովիվը պետք է զգոն լիներ գիշեր ու ցերեկ, ճանաչեր իր խնամքի տակ գտնվող յուրաքանչյուր կենդանուն, առաջնորդեր հոտը դեպի անվտանգ արոտավայրեր, ջրի աղբյուրներ, պատրաստ լիներ վտանգելու սեփական կյանքը, պաշտպանելու իր ոչխարներին։ Սովորական հոտը կարող էր ունենալ 20-ից 100 ոչխար, որը մեկին կորցնելը իրական վնաս էր ընտանիքի համար։ Ավելի ուշ, երբ Դավիթը ներկայացավ Գողիաթի դեմ դուրս գալու համար, նա հիշատակեց այս փորձառությունը։ Պատմեց Սավուղին, որ մինչ խնամում էր իր հոր ոչխարները, նա առերեսվել էր առյուծների արջերի հետ, որոնք փորձում էին հարձակվել հոտի վրա։ Երբ գազանները վերցնում էին մի ոչխար, Դավիթը գնում էր հետից, հարվածում էր գիշատչին, փրկում կենդանուն նրա բերանից։ Եթե գազանը շրջվում էր նրա դեմ, Դավիթը բռնում էր նրա մազերից, սպանում նրան։ Դա պոետիկ չափազանցություն չէր։
Դա այդ տարածաշրջանի հովվության դաժան իրականությունն էր։ Մտածեք, թե ինչ զարգացրեց այդ փորձառությունը Դավթի մեջ։ Ֆիզիկական քաջություն իրական վտանգների առջ։ Պատասխանատվություն կյանքերի համար, որոնք կախված էին իրենից։ Համբերություն թվացյալ անգործության երկար ժամանակահատվածներում։ Մտերմություն Աստծո հետ դաշտի միայնակ ժամերին։ Երիտասարդը, ով քնար էր նվագում ոչխարներին հանգստացնելու համար, զարգացրեց գեղարվեստական զգայունություն, որը կցներ Աստվածաշնչի ամենագեղեցիկ տեքստերից մի քանիսը։ Տղան, ով մենակ առերեսվեց գիշատիչներին, զարգացրեց այն վստահությունը, որը նրան կստիպեր մարտահրավեր նետել փխշտացի հսկային։ Դաշտի մենությունը նա թույլ տվեց մի բան, որն ավելի աղմկոտ միջավայրերը դժվարացնում են։ Ժամանակ խորհրդածության, աղոթքի Աստծո հետ հաղորդակցության համար։ Դավթին վերագրվող շատ սաղմոսներ կրում են հովվական պատկերներ, Տերը որպես հովիվ, դալար մարգագետիններ, հանդարտ ջրեր, պաշտպանություն մահվան ստվերի ձորում։ Դրանք վերացական փոխաբերություններ չէին Դավթի համար։ Դրանք ապրված փորձառություններ էին։ Նա գիտեր հովվի գործը, որովհետև ինքը հովիվ էր եղել։ Եվ երբ նա երգում էր Աստծո մասին, ով խնամում է իրեն այնպես, ինչպես հովիվն է խնամում իր ոչխարներին, նա խոսում էր մի բանի մասին, որը խորապես հասկանում էր։ Աստվածային ընտրությունը հաճախ այդպես է գործում։ Այն, ինչ թվում է թերություն, դառնում է պատրաստություն։ Այն, ինչ թվում է ուշացում, դառնում է մարզում։ Այն տարիները, որ Դավիթն անցկացրեց անտեսանելի դաշտում, ընտանիքի կողմից անտեսված, հեռու կարևոր որոշումներից, նրա մեջ կերտում էին հենց այն, ինչ անհրաժեշտ էր լինելու մի ազգ առաջնորդելու համար։ Բայց ահա գալիս է մի բան, որը գուցե չէիք սպասում։ Օծումից հետո մի զարմանալի բան տեղի ունեցավ։ Ավելի ճիշտ, մի զարմանալի բան տեղի չունեցավ։ Դավիթն անմիջապես չտարվեց պալատ։ Չստացավ բանակ։ Չստանձնեց իշխանության դիրք։ Նա վերադարձավ դաշտ։ Առաջին Թագավորաց 16-րդ գլխի տեքստը անմիջապես անցնում է հաջորդ տեսարանին, որտեղ Դավիթը կանչվում է քնար նվագելու Սավուղի առջ, ով տանջվում էր չար ոգուց։ Բայց նույնիսկ այդ նոր դերում Դավիթը չէր ճանաչվում որպես ապագա թագավոր։ Նա ընդամենը մի տաղանդավոր երիտասարդ երաժիշտ էր, ով ժամանակավոր սփոփանք էր բերում մի խռովահույս միապետի։ Տարիներ կանցնեին օծման թագադրման միջ։ Ուսումնասիրողները գնահատում են, որ այդ ժամանակաշրջանը տել է 10-ից 15 տարի, մի սպասում, որը բավական երկար էր ցանկացած հավատ ստուգելու համար։ Սպասման տարիներ։ Փորձության տարիներ։ Տարիներ, երբ Դավիթը կհալածվեր Սավուղի կողմից, կապրեր որպես փախստական այնպիսի քարանձավներում, ինչպիսին է Ոդողոմը, Ադուլամ, որտեղ մոտ 400 պարտապան դառնացած մարդիկ միացան նրան։ Նա կառաջնորդեր այդ մեկուսացվածների խումբը, կդիմագրավեր իր հալածողին սպանելու գայթակղությանը, երբ հնարավորություն ունեցավ, առնվազն 2 անգամ տեքստն արձանագրում է, որ Սավուղը խոցելի էր Դավթի առջ, պետք է վստահեր, որ աստվածային խոստումը կիրականանա ճիշտ ժամանակին։ Յուրաքանչյուր օր Էնգադիի անապատում, յուրաքանչյուր գիշեր լեռներում թաքնված, սովի անորոշության յուրաքանչյուր պահ ստուգում էր տարիներ առաջ ստացած այդ օծման իրականությունը։ Այս միջակայքը սովորեցնում է մի հիմնարար բան Աստծո ճանապարհների մասին։ Աստվածային ընտրությունը չի նշանակում անմիջական առաջխաղացում։ Օծումը չի երաշխավորում ակնթարթային հարմարավետություն։ Խոստման իրականացման մեջ գոյություն ունի պատրաստության մի շրջան, որը հաճախ թվում է, թե հակասում է այն ամենին, ինչ խոստացվել էր։ Դավիթն օծվեց թագավոր, բայց տարիներ անցկացրեց փախչելով որպես հանցագործ։ Հայտարարվեց Աստծո ընտրյալ, բայց առերեսվեց պահերի, երբ թվում էր լիովին լքված։ Ինչու է Աստված թույլ տալիս այս միջակայքերը։ Թերս այն պատճառով, որ այն նկարագիրը, որը կպահի կոչումը, պետք է զարգանա նախքան կոչման լիարժեք դրսևորվելը։ Թերս այն պատճառով, որ Աստծուց կախվածությունը ավելի շատ սովորում են քարանձավներում, քան պալատներում։ Թերս այն պատճառով, որ իսկական հոգոր հեղինակությունը չի կառուցվում հեշտ հաղթանակների պահերին, այլ անհայտությանն։ Եջ հավատարմության տարիներին։ Դավթի պատմությունը նա հաստատում է մի օրինաչափություն, որը կկրկնվեր Սուրբ գրքում։ Աստված հետողականորեն ընտրում է անհավանականին։ Հակոբին, Եսավի փոխարեն։ Հովսեփին, որպես ստրուկ վաճառված, նախքան Եգիպտոսը կառավարելը։ Մովսեսին, կակազելով Փարավոնի առջ։ Գեդեոնին, հնձանում թաքնված։ Հիսուսի աշակերտները ձկնորսներ էին, առանց պաշտոնական կրոնական կրթության։ Պողոսը եկեղեցու հալածողն էր, նախքան նրա մեծագույն միսիոները դառնալը։
Այս օրինաչափությունը պատահական չէ։ Այն բացահայտում է մի բան Աստծո բնույթի նրա ընտրությունների նպատակի մասին։ Երբ ընտրվում է անհավանականը, պարզ է դառնում, որ հաջողությունը չի գալիս մարդկային որակավորումներից, այլ աստվածային կարողությունից։ Երբ թույլը զորանում է, փառքը պատկանում է զորացնողին, այլ ոչ թե զորացողին։ Աստված ընտրում է այն, ինչ աշխարհը հիմարություն է համարում, ամաչեցնելու համար իմաստուններին։ Եվ այն, ինչ աշխարհը տկարություն է համարում, ամաչեցնելու համար հզորներին։ Դավթի օծումը Բեթղեհեմի այդ կեսօրին ընդամենը սկիզբն էր։ Նրա արջ պատմության տասնամյակներ էին, հաղթանակներ հսկաների բանակների նկատմամբ, առնվազն 73 Սաղմոսների հորինում, որոնք կերկվեին հազարավոր տարիներ, Երուսաղեմի հաստատումը որպես Իսրայելի մայրաքաղաք, այն հեբուսացիներից նվաճելուց հետո, տաճարի կառուցման նախապատրաստումը, որը նրա որդի Սողոմոնը կավարտեր, մի դինաստիայի ձևավորումը, որը կտեր մոտ 400 տարի մինչ Բաբելոնյան գերությունը։ Եվ նրա առջ էին նա խորը ձախողումներ, մեղքը Բերսաբեի հետ, այդ միությունից ծնված որդու մահը, Աբիսողոմի ապստամբությունը, որը նրան գրեթե գահն արժեցավ, ընտանեկան հակամարտություններ, որոնք կարյունահոսեին սերունդներ շարունակ։ Դավիթը կփառաբանվեր որպես Իսրայելի մեծագույն թագավոր։ Նրա անունը կլիներ արքայության, հաղթանակի, երկրպագության հոմանիշ։ Բայց նա երբեք չէր կորցնի իր ծագման դրոշմը։ Հովիվ տղան, մոռացված որդին, ընտրվածը ոչ թե արտաքինով, այլ սրտով։ Դավիթը վերադարձավ դաշտ հենց նույն օրը։ Ոչ մի թագ, ոչ մի պալատ, ոչ մի տեսանելի փոփոխություն։ Ընդամենը նրա գլխին չորացող յուղ սրտում դրոշմված մի լրակյաց կոչում։ Նա դեռ կառերեսվեր հսկաների հետ, կփախչեր քարանձավներից, կկորցներ որդիներ, կընկներ խորը մեղքերի մեջ։ Բայց միշտ կվերադառնար։ Միշտ կփնտրեր։ Միշտ կխոնարհվեր։ Դարեր անց, երբ մարգարեները ավետում էին Մեսիայի գալուստը, նրանք կրկնում էին մի հատուկ պատկեր։ Նա գալու էր Դավթի տոհմից։ Ծնվելու էր Բեթղեհեմում, նույն քաղաքում, որտեղ մի հովիվ տղա գաղտնի օծվեց։ Եվ երբ Հիսուսը ներկայացավ աշխարհին, նա ընտրեց հենց այն փոխաբերությունը, որը նշանավորեց Դավթի երիտասարդությունը։ Ես եմ բարի հովիվը։ Մոռացված որդին ոչ միայն հիշվեց։ Նա դարձավ փրկչի նախահայրը։